Գորիսի քաղաքապետարանի հարևանությամբ է գտնվում շինությունը, որտեղ այսուհետ կգործի Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Այն առաջինն է Հայաստանում։ Ավելին, քան հյուպատոսություն, այսպես է բնութագրում կառույցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, որն իր ողջևորությունը նախ արտահայտում է հայերեն ողջույնով։ Բարև ձեզ եւ բարի գալուս բոլորին։ Ինչու սա հյուպատոսություն չէ, որովհետև այստեղ բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որ հյուպատոսություն բացվի, ինչը ծառայում է վարչարարությանը եւ նման բաների, բայց ավելին է, քան հյուպատոսությունը, որովհետև Հայաստանում եւ Ֆրանսիայում, Գորիսում ու Սյունիքում մարդիկ գործում են ձեռք-ձեռքի տված համայնքները, պետությունը, Ֆրանսիայի պետական գործակալությունը, քաղաքասարակության կազմակերպությունները եւ այս բոլոր գործողությունների տեսակների համար Գորիսը եղել է խաչմերուկ ու բաբախող սիրտ։ Պատվո հյուպատոսի գրասենյակը մի վայր է, որտեղ գալու են տարբեր նպատակներով այստեղ գտնվող ֆրանսիացիները, որոնք այցելում են Հայաստան, որոնք գալիս են օգնելու Հայաստանին եւ որոնք գալիս են գործելու Հայաստանում։ Գորիսն ու Վիեննա 1992 թվականից ունեն բավականին սերտ կապեր։ Քույր քաղաքների հռչակման համաձայնագրի ստորագրումից հետո քույր քաղաքների բարեկամությունը բազմաթիվ համագործակցություններ է ծնել։ Այս համագործակցության հենասյուներից մեկը ֆրանկոֆոնիան է, որին նպաստում են կրթական հաստատություններում ֆրանսերեն դասավանդողները, ինչպես նաև ֆրանկոֆոն կենտրոնը, որը 2006-ից ի վեր պատիվ ունեմ ղեկավարելու։ Քույր քաղաքների հուշագրի ստորագրումից հետո Գորիսը հաճախ է ունենում ֆրանսիացի հյուրեր։ Սյունիքում ֆրանսիացիներ չեն բնակվում, բայց այստեղ են հաճախ խաչվում հայ-ֆրանսիական բարեկամության ճանապարհները։ Այդ ճանապարհին այսուհետ կգործի Գորիսում բացված հյուպատոսական այս գրասենյակը, որը կարող է դառնալ ֆրանկոֆոն քաղաքացիների պաշտոնական ներկայացուցչությունը։ Կառույցի բացումը Սյունիքի մարզում առաջին հերթին ռազմավարական նշանակություն ունի, ընդգծում են Հայաստանի ու Ֆրանսիայի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Ըստ մարզպետի սա շարունակությունն է եւ ոչ թե ավարտը Ֆրանսիայի հետ արդեն իսկ իրականացված ծրագրերի։ Բազմաթիվ են Հայաստանի եւ Ֆրանսիա հարաբերություններից բխող տարբեր ծրագրեր, այսինքն ակտիվությունը շատ մեծ է։ Եթե դուք երեք եք եկել այստեղ, վստահ եմ, որ դուք ամբողջ օրվա ընթացքում կտեսնեիք հենց այդ ֆրանսիական շունչը Գորիսում։ Բնականաբար հյուպատոսական գրասենյակը այն բոլոր առաջացող խնդիրները, որոնք որ դեսպանատունը շատ ավելի հեռու է այստեղից, դա պետք է իրականացնի հյուպատոսական գրասենյակը։ Հաշվի առնելով, որ պատվո հյուպատոսի գրասենյակի մասն է խոսքը, այստեղ առավելապես քաղաքական ներկայացության եւ սիմվոլիկ նշանակության մասն է խոսքը։ Հյուպատոսական գործունեություն որպես այդպեսին օրինակ վիզաների տրամադրում, եթե ես չեմ սխալվում, չի նախատեսվում։ Երբևէ չի եղել պաշտոնական հայտարարություն այն մասին, որ բացվելու է հյուպատոսարան, հայտարարեց փոխնախարարը, կարևորելով փաստը, որ ռազմավարական նշանակություն ունեցող մարզում Ֆրանսիան բացում է հյուպատոսի գրասենյակ։ Նման պաշտոնական հայտարարություն երբեք չի եղել։ Եվ դրանով վերադառնում ենք կրկին այն հարցին, որ կան երրորդ ուժեր, որոնք փորձում են այս թեմայի եւ ընդհանրապես տարբեր թեմաների հետ կապված ստեղծել աժոտաժ, ստեղծել շատ ավելի մեծ սպասումներ, քան իրականում կա, որպեսզի հետագայում հիասթափություն քաղաքացիների մոտ առաջ։ Դիվանագիտական ներկայացվածությունը այստեղ, ինչը կարծում եմ շատ լավ է, առավել կարևոր է ընդգծել, որ սա երկրորդ արդեն դիվանագիտական ներկայացուցությունն է Սյունիքի մարզում, առաջինը իրանական կողմի ներկայացվածություններ հյուպատոսարանի գոյություն ունենալն է Սյունիքի մարզի Կապան քաղաքում եւ սա արդեն երկրորդն է, ինքը դիվանագիտական առումով հետաքրքիր ներկայացվածություն է, ինչը մենք ողջունում ենք։ Մարզում առաջին դիվանագիտական ծառայության Կապանում Իրանի հյուպատոսության ներկայությունը ապացուցել է, որ դրանք կարևոր օղակ են կապերի ամրապնդման համար։ Իրանի գլխավոր հյուպատոսությունը հիշում եք, որ Հայաստանի համար քաղաքական եւ աշխարհական ռեգիոնալ առումով շատ դժվարին ժամանակահատվածում բացվեց եւ մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի մեր գործընկերների այդ քայլը։ Այս տարիների ընթացքում Իրանի գլխավոր հյուպատոսությանը հաջողվել է նաեւ ամրապնդել կապերը ռեգիոնալ առումով Հայաստանի եւ Իրանի սահմանակից մարզերի եւ համայնքների միջեւ։ Իսկ արդյոք Սյունիքում բացվող հերթական դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է լինել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Արտաքին գործերի փոխնախարարը հայտնեց, խոչընդոտներ չկան, գործընթացը բնականon հունով շարունակվում է։ Երբ բացվի եւ եթե բացվի, բոլորը տեղյակ կլինեն։ Վարդուհի Արզումանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։